Բարև ձեզ, Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, քանի որ մենք այսօր նշում ենք մի լուսավոր տոն, դա մանուկների միջազգային պաշտպանության օրն է, եւ մեր երեխաներին շատ հաճախ սիրելով միշտ ծնողը մտահոգ է, թե ինչպիսի երկիր ու ինչպիսի ապագա է իրեն թողնելու։ Ես կուզեմ ձեր շնորհավորանքը նաեւ խոսքը, ինչպիսի երկիր ենք մենք այսօր թողնում մեր երեխաներին։ Բնականաբար շնորհավորում եմ այսօր երեխաների տոնն է եւ ցանկանում եմ, որ երեխաները իսկապես ունենան երջանիկ ապագա եւ ապրեն լավ երկրում։ Մենք աշխարհի այն եզակի ազգերից ենք, որ շատ զավակապաշտ ենք, եւ ծնողապաշտ, եւ զավակապաշտ, եւ ուզում եմ, որ այդպես էլ շարունակվի, այդ հարգանքը մնա եւ հարգիր ծնողիդ, հարգիր զավակիդ, այդ կարգախոսներով քրիստոնեական այդ ավանդույթները մեր ազգի մեջ մնա եւ շարունակվի։ Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի, չնայած դրան նրան, որ փորձում են խաթարեն այս ամենը, բայց կարծում եմ, որ ազգայինը կհաղթի եւ մենք մեր երեխաներին, մեր թոռներին կթողնենք իսկապես գեղեցիկ երկիր եւ լավ երկիր։ Մարի, պարոն Ավետիսյան, ուզում եմ անդրադարձ ունենանք նախորդ շաբաթ նաեւ ունենք մի տոն եւս, դա առաջին հանրապետության տոնն է։ Ես կուզեմ անդրադարձ ունենանք նաեւ վարչապետի խոսքին, թե ինչպիսի խոսք ու ուղղված էր մեր ժողովրդին առհասարակ, ինչպիսի կարծիք ունեք դուք իր ելույթի վերաբերյալ, չէ՞ որ հանրապետության օրը մեզ համար նաեւ հռչակագրի օրն է։ Նշելով մայիսի 28-ը, սովորաբար բոլոր իրական հայերը մտածում են, որ այդ տոնը պետքա դառնա այնքան լավը, որ բոլորի սրտերում լինի եւ իրականում մենք ունենանք երկիր, որը արժանի է, որպեսզի տոնվի եւ աշխարհով մեկ այդ մասին ասվի, խոսվի եւ այս տարիների ընթացքում մշտապես բարձր մակարդակի տոնվել է եւ մենք հպարտությամբ ենք մայիսի 28-ին մասնակցել այդ տոնակատարություններին, որովհետեւ հաղթական են եղել, հաղթած են եղել եւ մեզ հաջողվել է ստեղծել եւս մի հայկական հանրապետություն, Արցախը նկատի ունեմ, եւ դա շատ կարեւոր է եւ շատ ողջունելի է, տեսեք օրինակ արաբները ունեն մի քանի պետություն եւ ինչի պիտի հայերը օրինակ չունենային երկու պետություն։ Շատերը ասում են, որ պետք է բան անել, ճանաչել Հայաստան, Արցախը որպես Հայաստանի մաս եւ այդպես եղավ, ճանաչվեց, հետո որոշվեց, որ Արցախը պետք է որպես անկախ հանրապետություն գոյատևի իր տարածքով, իր հնարավորություններով եւ այդպես էլ շարունակվեց։ Ուղղակի ցավոք սրտի գիտեք արդեն այս ապիկար իշխանության գործունեության արդյունքում մենք կորցրեցինք Արցախը, հուսով եմ ժամանակավոր եւ այս տոնը մի տեսակ իր կարեւորությունը, այսպես ասած, կորցրեց եւ մարդիկ մի այլ ձևով են նայում դրան։ Դրան գումարած նաեւ վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորության հայտարարությունները, անհեթեթ հայտարարությունները եւ այն մտքերը, որ ձևակերպում էր, ասում է հիմա էլ հայրենիք փնտրելու իմաստ չունի, արդեն ունենք իրական հայրենիք։ Ըստ ձեզ մեր ժողովուրդը փնտրում էր հայրենիք։ Այդ հայրենիքը նես չի, որ ինքն է ստեղծել, այդ հայրենիքը ժամանակին ստեղծված կար եւ մեր ժողովուրդը այս հայրենիքը չէր փնտրում։ Մեր ժողովուրդը այս հայրենիքը ուներ։ Մեր ժողովուրդը փնտրում էր այն մնացած մեր հայրենիքի մասերը, որոնք մինչև այսօր ցավոք սրտի գտնվում են օտար երկրների կողմից գրաված։ Եվ իսկով ասում, որ ինքով է, որ մեզ ասի, որ մենք այդ տարածքները չպետք է ուզենանք։
Ինքը շատ բան կարող ուզենա, իր անունից կարող խոսի ինքը, բայց ոչ մեր ազգի անունից, մեր ժողովրդի անունից, մեր ժողովրդի հետ ոչ մի կապ չունի։ Այն սկզբնական փուլում ընտրությունները ինչ որ ձևով խափելով ժողովրդին, այսպես մի քիչ ֆռասնելով, այսպես ասած, կարողացան ժողովրդից այդ ձայները փոկել, հիմա ինչ ուզում անում են, ժողովուրդը դրա հետ համաձայն չի։ Այսօր դուրս եկեք փողոց հարցրեք մարդկանց, կտեսնեք, որ ժողովուրդը համաձայն չի այն ինչ որ սա անում է։ Պարզապես սա ձեռքբերում է, ես կուզեմ մենք միասին քննարկենք, շատ հաճախ վարչապետը ներկայացում է որպես սա ձեռքբերում է 29743 քառակուսի կիլոմետր, ասում է ձեռքբերումն է մեր դա, մեր իրական Հայաստանն է, վերջապես ունեցանք, սա ինչ խոսույթ է առհասարակ։ Իհարկե սխալ է, այդ խոսույթը, անհեթեթ խոսույթը, ինչ ձեռքբերման մասին է խոսքը, մեր երկիրն է, այնտեղ լավ կլինի ավելացնի դեռևս այսքան, որովհետև ոչ ոք չգիտի վաղը ինչ է լինելու, եւ եթե այս իշխանությունը մնա, ոչ ոք չգիտի այդ թիվը կմնա այդքան, թե կպակասի։ Ըստ ձեզ խաղաղության համաձայնագիրը կկնքվի, թե շարունակաբար այս նոր պայմանները խոչընդոտ կհանդիսանան առհասարակ։ Տեսեք, խաղաղության պայմանագիր կոչվածը նախ պայմանագիր չի, հիմա համաձայնագիր է, այսինքն էլի մի աստիճան պակասացվել է այդ ամեն ինչից։ Երկրորդը դա ուղղակի խորացված կապիտուլյացիայի փաստաթուղթ է, դա ոչ մի կապ չունի համաձայնագրի հետ, որովհետև Հայաստանը ոչ մի ձայնի իրավունք չունի եւ այնպես չի որ Հայաստանը կարող է ինչ-որ բաների հետ համաձայն չլինի եւ դա այնտեղ փոխզիջման արդյունք դառնա, ոչ մի փոխզիջում չկա։ Մենք դրա մասին խոսել ենք, այնտեղ միայն զիջումների մասին է, զիջող կողմը Հայաստանն է։ Ու դա ակնհայտ է, ուղղակի սրանք չեն խոսում այդ մասին, այսօրվա իշխանավորները, այդ մասին չեն խոսում, որ ժողովուրդը չիմանա դրա մասին եւ իր վերաբերմունքը չարտահայտի։ Բայց խոսում են այդ մասին ադրբեջանցիները եւ նրանք ասում են, որ բոլոր կետերը համաձայնեցված է եւ նույնիսկ տեղեր կա, որտեղ պարզ ասում են, որ մեր ուզած ձևով մենք ոնց ուզել ենք, այտենց եղել է։ Երկու կետ կար այնտեղ, որ չէր համաձայնեցված, մի կետը ԵՀԿ Մինսկի խմբի լուծարումն էր, մյուս կետն էլ 300,000 ադրբեջանցիներ այսպես կոչված պիտի վերադառնան Հայաստան եւ պարզվում է դրանք համաձայնվել են։ Վերջերս այդ անվտանգության խորհրդի քարտուղարն էր եւ ինքը այսօրվա այդ վարչապետի աթոռը զբաղեցնողը այդ մասին ասաց, որ համաձայնվել են եւ որևէ խնդիր այլևս չկա։ Հետո դրանից հետո շատ արագ ավելացան եւս մի քանի պայմաններ, այդ պայմանները որոնք էին, որ մեր զինանշանի վրից Արարատը պետք է հանվի, ցեղասպանությունը պետք է ուրանալ, Երևանը պետք է վերադարձնել ադրբեջանցիներին եւ այլ այսպես շարունակ։ Խոսքը գնում է նրա մասին, որ մենք պետք է չլնենք ստեղ։ Դա ակնհայտ փաստ է եւ գնալով բոլորը համոզվում են, որ ադրբեջանցիները ոչ թե ուզում են մեր կողքին ապրել, այլ ուզում են մեր տեղը ապրել։ Այսինքն մեզ պետք է ստեղից վերացնեն, որ գան իրանք ապրեն ստեղ։ Խոսքը դրա մասին է եւ այդ փաստաթուղթը բնականաբար դա չպետք է ստորագրվի, դա չպետք է լինի եւ մեր ազգն էլ, մեր հասարակությունն էլ այդպես մտածում, այդ գնով չի կարելի խաղաղություն հաստատել։ Եկեք դիտենք ռեպորտաժը, արդյոք մեր քաղաքացիները ինչ են մտածում առհասարակ խաղաղության համաձայնագրի մասին։ Խաղաղության համաձայնագիրը այս գնով մեզ պետք է։ Ոչ։ Ինչպես կբացեք փակագծերը։ Եթե ուզում եք մեր երկրի դառնա, խորհուրդ կտամ Հիտլերի նման մարդ ընտրեք, որպեսզի դավաճանին գնդակահարի։ Այդ ժամանակ ոչ թե խաղաղություն, այլ բոլոր պետությունները մեզանից կվախենան։ Պայմանագիրը այս օրով, Նիկոլի օրով։ Չէ, իհարկե։ Եվ դա խաղաղություններ չի բերելու մեզ, ոչ էլ խաղաղությունա լինելու։ Չէ։ Չեմ կարծում։ Դա անիրատեսական բան է, ես չեմ հավատում, որ ընդհանրապես խաղաղություն կլինի ինչ-որ տեղ։ Չէ։ Սրանք որ ուզում են իբր թե խաղաղություն, բան, եղբայրություն մտցնեն, բան անեն, դա գենետիկորեն հակացուցված բան է մեզ հայերին ու թուրքերին մանավանդ։
Թուրքը ամենալավ թուրքը մեռած թուրքն է, ինչ ասում։ Ոչ։ Դե չգիտեմ որ գնով է, հələ դեռ բաց չի։ Իհարկե ոչ։ Ներկա դրությամբ ներկա երկրում ինչքան էլ բաց ես, իմաստ չունի։ Այսինքն որ մենք համաձայնության գանք խաղաղության, կարծում եմ չէ, պետք չէ։ Ինչու եք այդպես կարծում։ Ադրբեջանցու հետ խաղաղության գալ դա աբսուրդ երևույթ է։ Ոչ մեկս է չենք ուզում Ադրբեջանցու հետ շնչենք։ Ինքը մեզանից շատ հեռու պիտի լինի։ Չենք ուզում, մենք հայ ենք։ Մենք մեր հայրենիքն ենք ուզում, մեր հողը։ Մենք ուրիշինը չենք ուզում։ Իրանք էլ թող մերը վերադարձնեն։ Մեր Արցախը, մեր հողերը, մեր Ջավախքը, մեր Արևմտյան Հայաստանը։ Իրանք են գրավել, մենք չենք գրավել։ Մենք քրիստոնյա խաչակնկված ազգ ենք։ Հայ ենք իսկական, առաջի քրիստոնյան ենք։ Մենք ուզում ենք մեր երկիրը խաղաղ թողեն ապրենք, Բալիկ ջան։ Թուրքիա դիժ գործ ունեմ։ Մուսուլման ամենում քրիստոնյա։ Իրանք միշտ ազգային խտրականությունը դրել են, միշտ դա եղել է։ Մենք չենք ուզում ճնշվենք։ Մենք ուզում ենք ազատ ապրենք, թող ցամաքած ուտենք։ Ոչ։ Քիչ կփացեք, օրինակ, ինչու ոչ։ Առաջի հերթին պետքա պարզել ընդհանուր պայմանները, որ բոլորս հասկանանք ու կարողանանք որոշակի որոշում ընդունենք, որտեղ այս պահին ամեն ինչ դռների հետևա փակա դռները եւ մենք ընդհանրապես ոչ մի չենք հասկանում։ Խաղաղության համաձայնագիրը ես իհարկե քաղաքագետ չեմ, բայց դա ուղղակի դատարկ խոսակցություն է, որովհետև դիմացը այն մարդիկ են եւ այն պետությունն է, որը երբեք իր խոստումը չի կատարել։ Ոչ բացարձակապես Թուրքիի հետ խաղաղություն չի կարա լինել։ Թուրքը ոչրակոց Թուրքիի հետ միասին խաղաղություն չի կարա լինել եւ վերջ։ Ես չեմ ուզում խաղաղության պայմանագիր կնքվի ընդհանրապես։ Թուրքը Թուրքը իմ թշնամին է, ես համաձայն չեմ։ Պարոն Ավետիսյան, մեր քաղաքացիները եւս առանձնակի սպասում չունեն խաղաղության համաձայնագրից։ Ես կուզեմ մի փոքր այսպես, քանի որ ինքը փակ ֆորմատով է ներկայացում խաղաղության համաձայնագիրը եւ հասարակությանը չի ներկայացվում դրա կողմերը, ըստ ձեզ ինչու է այսքան ստվեր գծվում ու փակ պահվում առհասարակ համաձայնագիրը։ Ի վերջո երբ է հայտնի դառնալու ժողովրդին, որպեսզի քաղաքացին էլ իմանա ի վերջո իրեն ինչ է սպասվում։ Գիտեք, դա փակ է պահվում ուղղակի նրա համար, որ ժողովուրդը դրա մասին չիմանա, որովհետև տեսակ չէ ժողովրդի կարծիքը, այսինքն ժողովուրդը ասում է կներեք, այդ գնով մենք խաղաղության պատրաստ չենք։ Իսկ դա ինչ գին է դա։ Դա մեր ստեղ ապրելու գինն է։ Եթե մենք դիստեղ չապրենք, որ ստեղ խաղաղություն ունի, թքած այդ խաղաղության վրա։ Ումա պետք է այդ խաղաղությունը, եթե պիտի Հայաստան չլինի։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն այդ հարցված քաղաքացիներից յուրաքանչյուրը առնվազն 1000 անգամ ավելի խելացի է, քան այսօրվա վարչապետի աթոռին բազմած ընկերը, որ եւ շատ ավելի գրագետ են։ Ես ուզում եմ առհասարակ խոսել թիրախավորելու մասին, որովհետեւ վերջերս նաեւ օրեր առաջ ականատես եղանք վարչապետը ինչպես է հերթական անգամ թիրախավորում եկեղեցին, հոգեվորականներին։ Առհասարակ ըստ ձեզ ինչ միտում ունի եւ ինչ է հետապնդում, որտեղ թիրախները տարբեր էին իր պաշտոնավարման ընթացքում, կուզեմ սրա մասին խոսեմ։ Նայեք, տեսեք, թուրքերին հաջողվել է, կամ թուրքերին, կամ թուրքանման այլ կենդանիների, որոնք մեր ազգի թշնամիներն են։ Իրանց հատուկ ծառայություններին կամ, չգիտեմ, այլ ուժերի, մութ ուժերի հաջողվել է ինչ որ ձևով իշխանությունը վերցնել իրանց ձեռքը եւ իրանք պարտադրում են մեր ժողովրդին, մեր ազգին հակազգային գործողություններ։ Իրանք կարևոր խնդիրներ ունեին, որոշված էր, որ ինչն է հային միավորում, ինչն է հայի համար շատ կարևոր։ Հայի համար շատ կարևոր բանը ընտանիքը, հայի համար շատ կարևոր է կրոնը, հայի համար շատ կարևոր է զինվորը։ Այդ բոլորը ապահովում էին պետության հիմքը, դրանք հիմնական այն հենասյուներն են, որ պետությունը դրա վրա հենված էր։ Հիմա բերեցին այս մարդկանց իշխանության եւ այս մարդիկ ծրագրված ոչնչացնում են հերթով այդ բոլոր ուղղությունները նշածս։
Եվ տեսեք, բանակը ոնց էին իրանք կազմալուծում։ Սկսեցին այդ Տուշոնկա օպերացիան, Տուշոնկայով քանդեցին բանակը, վարկաբեկեցին գեներալներին, փչացրեցին հարաբերությունները մեր դաշնակիցների հետ եւ արդյունքում ստացանք պարտություն։ Հիմա անցել են Չուլանային գործնեության։ Չուլան են սարքել եկեղեցի եւ հիմա փորձում են բացատրել, որ դա վատ է եւ իր բացատրությունները տեսեք, ամբողջ մի պետության կառավարության գլուխ, այսպես կոչված, նստած է ու ինչով է զբաղված։ Այդ մարտահրավերները, որ մեր առաջ կան, ինքը զբաղված է նրանով, որ խոսում է, որ եկեղեցու Բաքում աղբ կա, այս կա, այն կա, եկեղեցականները լավ չեն նայում, բան եւ այլը։ Գիտեք, այնպես չի, որ մենակ ինքն է եկեղեցի գնում, եթե իհարկե գնում է։ Մեր ամբողջ ազգը գնում է եկեղեցի կամ մեծ հատվածը գնում է եւ տեսնում է, մարդիկ զարմացած են, մարդիկ ասում են, որտեղ ես տեսել այդ աղբը։ Ինչ աղբի մասին է խոսքը։ Եկեղեցին ամենամաքուր տարածքն է։ Որտեղ եք տեսել, թող ասեք, որ եկեղեցին է, որտեղ աղբ կա, ու այդ աղբը ինչի արդյունք է, եթե շինարարական ինչ-որ բաներ կա, որտեղ շինարարությունն է արվում, վերանորոգվում է, դա ուրիշ բան է, բայց աղբ լինելը կամ այդ ձևով ներկայացնելը ակնհայտ է, չէ՞, որ դա ինչ-որ պատվեր է, եւ խնդիրը նա է, որ ժողովրդի եւ եկեղեցու մեջ պարակտում մտցնենք։ Բայց տեսնում եք, երբ շենքին ենք թիրախավորում, հետո թիրախավորվեց, տեսանք հաջորդաբար հոգևորականին։ Դե բնական է։ Եվ նրան որակավորում տվեց շատ տգեղ կերպով, որը նույնիսկ եթերային չէ արտաբերելու համար։ Իհարկե, բնական է։ Դե իրան վայել խոսույթ է, մարդ եթե այդ մակարդակի է եւ կառավարության այդ բարձրաստիճան պաշտոնում նստած այդ ձևի բաներ է խոսում եւ իրավապահ մարմինները որևէ գործողության չեն անցնում, վիրավորում է մարդկանց, մտնում է մարդկանց անձնական կյանք, կարևոր չի, դա այդպես է թե այդպես չի։ Ինքը ինչ որ մի հատ սուտ ասում է եւ ինքը 1000 անգամ ապացուցել է, որ իր ասածների 99% սուտ են եւ դա ուղղակի անում է նրա համար, որ մանիպուլացնի հասարակական կարծիքը եւ ժողովրդի մեջ գցեց այդ բանը։ Ըստ էս մանիպուլացնում է, թե այլ նպատակներ է հետապնդում, որովհետեւ այժմ էլ խոսում էր նաեւ կառավարության նիստում խոսեց նաեւ ընտանիքի մասին, ընտանիքներում միասին չապրելու մասին ընդհանուր քննարկվեց, որպես աղքատության կատեգորիա դա որակվեց։ Ինքը պարակտում է մտցնում, իբր թե լավ բան է ասում, բայց իրականում ինքը պարակտում է մտցնում, ինքը հիմա դրանից հետո ուրիշ բան կասի արդեն։ Աստիճանաբար է գնում, քայլ առ քայլ։ Ոնց սկսես, չէ, եկեղեցին ժողովրդի հետ կապ չունի, Շուլանի է վերածված, հետո եկեղեցականը ինչ որ անձնական կյանք ունի կամ ինչ որ բան ունի, որ նախ քեզով է իրավունք տվել, որ ուրիշի անձնական կյանքի մեջ մտնես։ Ով ես դու, ինչ իրավունք ունես։ Դու քեզ իրավունքներ ես տվել ու այդ իրավունքներից հետ օգտվում ես, այդ իրավապահ մարմինները մի հատ լայք դնելու համար մարդկանց գործից ազատում են։ Բայց երբ որ մարդու անձնական կյանքին է կպնում, ինչի՞ չեք բան անում, պատասխանատվության ենթարկում, թե բոլորդ նույն նավի մեջ եք եւ նույն մտածելակերպով ազգային ժողովում էլ որոշ падգամավորներ ուղղակի դրանց անունները ես չեմ կարողանում հիշել, հերթով կրկնում են, ես էլ այդպես կանեի, Պավլիկ Մարազովի տարբերակով ես նույնպես այդպես, ես նույնպես Նիկոլ եմ, ես նույնպես այսպես։ Դա ինչ են ցույց տալիս, ուզում են ասեն, որ մենք նվիրված ենք, մենք քո հետ ենք։ Բայց սովորաբար միշտ դրանք առաջի դավաճանողներն են լինում, էլի, այնց որ այդ իր համար հուսադրող փաստ չի։ Ինչևէ, հիմա եթե զբաղվենք նրանով, թե սա ինչ է անում, սա քանդում է երկիրը։ Այդ ծրագիրը, որ դրած է, իրանք որ ունեն, խնդիրը այսպեսին է, չկա Հայաստանը, իրանք պատասխանատվության չեն ենթարկվելու այլևս։ Հայաստանը որ եղավ, իրանք պատասխանատվության են ենթարկելու։ Հետևաբար շատ պարզ պրիմիտիվ հարց է առաջանում։ Ինչ պետք է անել։ Պետք է անել ամեն ինչ, որ Հայաստանը չլինի։ Ու դա գցել ժողովրդի վրա, դա գցել եկեղեցու վրա, որ դու չպահեցիք երկիրը, չեղավ, ոնց որ բանը ոնց եղավ։ 44-օրյա պատերազմ Արցախի հարցը ոնց եղավ։ Գցել ժողովրդի վրա, ժողովուրդներ մեղավոր, բանակներ մեղավոր։ Ակնհայտ է, չէ՞ որ դա տենց չի։
Հիմա գիտեք ժողովուրդը այդ ամեն ինչը լավ հասկանում, ժողովրդի հիմնական մասը մի մաս կա, որ դա անուղղելի է, եւ այդ մասը անընդհատ ինչ որ արդարացնելու process է սկսում։ Ինչ ուզում ես ասա, մեկը իրանք արդարացնելու են այդ մարդուն, իրանք դրա վկաներն են։ Պարզապես արդարացումը մի այլ բան է, բայց երբ մենք փաստերով հաջորդականությամբ գնանք, ինչպես նշեցիք, սկզբում թիրախավորվեց բանակը, հետո նաև թիրախավորվեց կրթական համակարգն ու պատմության էջերը փորձեցին կրճատել եւ ձևափոխել, հիմա էլ անցան հոգեվոր մակարդակին, ընտանիքներին միասին չապրելու եւ այլն։ Բայց միջև այդ խոսելը մենք բավականաչափ լուրջ խնդիրներ ունենք ու մարտահրավերներ ունենք։ Արդյոք ով է զբաղվելու այս գործընթացին կամ միջև քննարկել ընտանիքները, արդյոք մեր մեծահասակներին մենք կարող ենք ապահովել այնպիսի ֆինանսական միջոցներ, որ այդ մեծահասակը ապրի մենակ եւ ինքնուրույն։ Իհարկե ոչ։ Այդ խնդիրը իրան չի հուզում։ Ինքը տեսեք Պարզապես այնպես է ներկայացում, կարծես թոշակները բավարարում է այսօրվա մեծահասակին եւ այդ մեծահասակը կարող է ինքնուրույն ապրել։ Տեսեք ինքը ինչ է ուզում դրանով։ Իր ասածը ինչ է։ Իր ասածը հետեւյալն է, որ միասին ապրել նշանակում է նաեւ միասին հոգալ այդ ծախսերը։ Այսինքն մեկը մի քիչ, մեկը մի քիչ շատ, բայց միասին մի կտոր հաց են ուտում, միասնական են եւ միասին ապրում են, բնականաբար բոլորն էլ երազում են լավ ապրել, իր ասելով չի որ դի լավ ապրեն։ Մարդիկ բոլորն էլ ուզում են լավ ապրեն, բայց այդ հնարավորությունը չկա, որ կարողանան դա անել։ Ինքը ասում է, այս գլխից արդեն այդ պետքա մաքրել, պետք չի մտածել, որ միասին կարելի է ապրել։ Աշխատանքը պետք է սկսվեր լավ ապրելու միջոցներ ստեղծելով, ոչ թե քննարկելով։ Տեսեք, միասին այդ որ աշխատանքը ինքը փոխանակ իմ աշխատատեղեր ստեղծի, հնարավորություն ստեղծի, որ մարդիկ ապրեն, որևէ լուրջ ներդրում արվել է Հայաստանում, որևէ արտադրություն բացվել է, աշխատատեղ ստեղծվել է, պարտքերը բերել ենք, կուտակել ենք մեր վրա, կրկնապատկել ենք պարտքը, ենթադրենք ժամանակ 6 միլիարդ էր, հիմա 6 ու քանիս էր, հիմա 12-ը, 13-ը արդեն այդ վիճակը, որ ավելացրել է այդ գումարները, բերել է ու սենց բաժանել է ցիրուցանեն, պարեկներ են բուծում, անգրագետ պարեկներ են բուծում ու նախարարություններ են սարքում ու իրանց կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի մեր հասարակությունը նյարդայնանա, նյարդային վիճակում լինեն, եւ նույնիսկ այն հասարակ տեսեք մեքենաների բաները, որ հանեցին։ Այս արևի տակ, ուժեղ արևի տակ, այդ ապակիները, որ թաղանթները, որ հանեցին, պլյոնկեկը, այսպես ասած, այդ պլյոնկեկը, որ փոկեցին, ինչի համար դա արեցին։ Դա արեցին, որ մարդիկ ներվայնանան, գնան ավելի շատ վթարի ենթարկվեն, ու վթարները 10 անգամ ավելացել է դրանից հետո։ Այսինքն այս արևի տակ ոչ մի պաշտպանություն եւ իրանք բոլոր ոլորտներում այդպես են։ Այն ինչը որ պաշտպանում է մեր քաղաքացուն, իրանք ոչնչացնում են, որպեսզի մեր քաղաքացին ուղակի ոչնչանա։ Բժշկությունից բռնած, այդ ընտանեկան ջերմությունը, որ կարան մի հարցով օգնեն, բան, ինչ են ասում առանցին ապրեն։ Հա ծնողները առանցին ապրեն, որ ասենք մի բաժակ այդ ջուր տվող չլինի կամ մի դեղամիջոց մի բան չտա, թողեն այդ մարդը շատ արագ մահանա, որ ազգը վերջանա, կրճատվի ազգը։ Իրանց ուզած է, իրանք ծրագրված գնում են դրան։ Հասարակ բան եմ ասում, այդ COVID-ի պայմաններում, այս որ խոսում է այսօր այդ բանը նախկին այդ առողջապահության նախարարը, որ այդպես նայում ես դեմքին վախենում ես։ Այդ բանը, այդպես որ խոսում է օրինակ, այդ ո՞նց եղավ որ Հայաստանը ամենաբարձր տեղերը գրավեց մահացության թվով։ Բա ինչ էիք անում այդ ժամանակ, չեք մտա, ոնց է ալնում, որ տենց ալնում։ Բա որ Աստված չանի, եւս մի հատ տենց դեպք կլինի։ Մեր բանկը մնա էլ մեր ազգից։ Այսինքն այդ հարցերով պետք է լուրջ զբաղվել, ժողովրդի հարցերը պետք է լուծել, թոշակները պետք է բարձրացնել, աշխատավարձները պետք է բարձրացնել, աշխատատեղեր պետք է ստեղծել, ոչ թե մտածել, որ եկեղեցականը ում հետ ինչ է անում։ Այդ ոչ մեկին պետք չէ դա։ Եթե իրան թվում է ինքը շատ կարևոր բացահայտում արեց, դա մեզ բացարձակապես չի հետաքրքրում եւ բարոյական էլ չի ուրիշի անձնական կյանքի մեջ մտնելը։ Բա որ քո ձեր անձնական կյանքի մեջ խորանան։ Ուղղակի ազգը մեղք է, էլի չի կարելի այտենց վար։ Մենք լավ ազգ ենք, մենք լավ ժողովուրդ ենք, բայց չի կարելի փչացնել ժողովրդին։ Ես վստահ եմ, որ դա այտենց չի լինելու, ու շատ արագ ազգը հավաքվելու է, ու այս ուռուցքը, այսպես ասած, դուրս է շպրտելու իր մեջից եւ նորից վերագտնելու է իր լավ վիճակը եւ 21-րդ դարը մենք իսկապես կարողանանք մեզ դրսևորել որպես արժանի 21-րդ դարում
լուրջ գաղափարախոսություն ունեցողած։ Մենք գիտեք, այդ գաղափարախոսությունը ակտիվ սկսել է արդեն տարածվել Հայաստանում։ Իդեպ բարբերաբար խոսում եք, որ այն վերկուսակցական է եւ այժմ շրջանառության մեջ տարբեր անձերի քաղաքական գործիչների կողմից այն խոսվում է։ Ես կուզեմ մի փոքր խոսենք այս մասի, միգուցե նրանք էլ տեղյակ չեն ու ներկայացնեք մի փոքր։ Գիտեք, Լարմասի մասին է խոսքը, Լարմաս գաղափարախոսությունը ինքը ակտիվ աշխատում է եւ շատ ուժեր մեր հետ հիմա համագործակցում են եւ շատերը ասում են, գիտեք, սա փրկություն է, սա ինչ-որ աստվածային բան էր, ինքը աստվածային չի, կոնկրետ մարդիկ են, որոնք այս գաղափարը ստեղծել են ու դրել են շրջանառության մեջ։ Ես իրավունք եմ ինձ վերապահում այդ մարդկանցից մեկի անունը ասել, Գերման Նալալայան, Մոսկվայում բնակ մեր հայրենակիցը, որ այս գաղափարը դրվեց շրջանառության մեջ ու ինքը շատ արագ մարդկանց կողմից յուրացվում է եւ տարբեր հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ։ Ես շատ ուրախ եմ օրինակ, որ մեր մոտ քաղաքական ուժերից որոշները այդ գաղափարը վերցրել են եւ իրանց ձևով են մատուցում, բայց ի վերջո իրանք կհասկանան, որ այդ դա արդեն կա, պետք է այնտեղ միանալ, ոչ թե ստեղծել նորը։ Վերջերս օրինակ պարոն Ծառուկյանն էր խոսում այդ մասին, որ պետք է ստեղծել մեր վերկուսակցական մի մարմին, բան, այդ վերկուսակցական մարմինը ստեղծված է արդեն, պետք է միանալ դրան ու աշխատել։ Վազգենն էր Մանուկյան խոսում դրա մասին, որ պետք է ստեղծել մի կառույց, որը վերկուսակցական է, բան, միավորել աշխարհի հայությանը, բան, դա արդեն արվում է։ Այլ հասարակական գործիչներ այդպես մտածում են, բան։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ ասել, որ դա արդեն կա, այդ մեր էր, իմը չի։ Մենք միացել ենք դրան։ Դուք էլ եկեք միացեք, հզորացնենք այս ամեն ինչ, այս իրավիճակից դուրս գանք, ուրիշ ելք չկա։ Այն որ հասարակության համար այսօր միասնությունը ամենակարևոր գաղափարն է, այն որ հայերը եթե իրանց ուժերը չմեկտեղեն, չմիավորեն, չեն կարա դիմանան այս ճնշումներին, դա ակնհայտ է եւ դա պետք է անել։ Հիմա մենք դա անում ենք, եկեք բոլորս միասին անենք։ Անես չի որ դուք որ եկաք իմ տեղն եք զբաղացնելու կամ ես ձեր տեղն եմ զբաղացնելու։ Ձեր տեղը ազատ է, սպասում է ձեզ։ Երբ էլ գաք, դուք ձեր տեղն եք ընկնելու, այդ տեղերը բոլորինը հավասար է այս գաղափարի մեջ։ Բարի պարոն Ավետիսյան, մեր ժամանակը սպառվեց, հուսամ չեն հապաղի եւ ավելի շատ քաղաքական գործիչներ կմիանան եւ ոչ թե նորը կփնտրեն, արդեն իսկ եղածին կմիանան։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։